հակառուսականության։ Որովհետև պարզ ասեմ, որովհետև այս փողոցից եկածները իրենք իրանք կաշվի մասին են ասում, իրանք հասկանում են, որ եթե Ռուսաստանի հետ վերականգնեն վստահելի հարաբերություն, իրանք կորցնելու են իշխանությունը, որովհետև ռուսները չեն սիրում։ Բայց այդ դեպքում պետություն չի մնալու, չէ՞։ Իհարկե, բայց իրանք մարդիկ հասկանում են պետություն չի մնալու։ Երկընտրանք, իրանք թե պետությունը։ Իրանք ընտրել են իրանք։ Շատ պարզ խնդիր է։ Իրանք մի հատ հարց տան, պարգևավճարները որ բաժանում են, իրանք ում են ընտրում մեր ժողովրդին թե իրանք։ Իհարկե իրանք են ընտրում։ Պարզ մի հատ էլեմենտար բան կա, բանում Երևան քաղաքի կարմիր գծերը 13 անգամ թանկացեցին։ 2 միլիարդ եկավ, 2 միլիարդից 1 միլիարդը բաժանել իրաց պարգևավճար։ Պարզ 1 միլիարդ։ Հիմա հապետ հարց եմ տալիս ձեզ։ Պայանք բոլոր տեղ, ես մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնեմ։ Դուք տեսել եք, դասակվել է փողոցները, ոչ։ Տուգանքները ահռելի, մեծացել են տիվը, մեծացել է։ Իրանց բոմժերը միլիարդներով բան են ստացել։ Տեսեք, հիմա մի հատ բան բերեմ, պատկերացնեմ։ Կրթական համակարգը մեր մոտ գիտեք, որ դպրոցները, պետական դպրոցները անվճար են, բայց մանկապարտեզներն ու բուհերի մի զգալի մասը վճարով է, այսինքն բուհերում կա մոտավորապես 60,000 ուսանող, որից 10,000-ը պետպատվերով է անվճար է, 50,000-ը վճարով է, համաձայն եք։ Այդ 50,000-ի վրա ծախսվում է մոտավորապես 25 միլիարդ դրամ տարեկան։ Այդ 25 միլիարդի մոտավորապես իրենց պարգևավճարները տարեկան, մոտավորապես այդ թվի չափի է հասնում։